Միջանյան, ինչ եք կարծում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եթե հանրապետականը մարդկանց կոչ անի դուրս գալ փողոց, մարդիկ դուրս կգան, թե ոչ։ Գիտեք, ես ձեր հարցի մի փոքր այլ պատասխան չգիտեմ կգոհացնի ձեզ թե չէ։ Մինչև այսօր բոլոր անգամները, երբ հանրապետականի կուսակցականները եւ համակիրները դուրս են եկել փողոց ամենատարբեր ակցիաների ժամանակ, դա եղել է նախագահ Սարգսյանի կոչով։ Բավարար չի եղել իշխանափոխության։ Ես չասեցի, որ բավարար է եղել։ Ես ասեցի, որ մինչև այսօր երբ դուրս են եկել եղել է նաեւ նախագահ Սարգսյանի կոչով։ Այդ ժամանակ ընտրություններին բավականին երկար ժամանակ էր մնում։ 1 տարի։ Մեկ տարի։ Այո, եւ ես եւս մեկ անգամ ասում եմ, որ ոչ իրավական, ոչ քաղաքական տեսանկյունից իմպիչմենտի գործընթացը եւ ընտրությունների գործընթացը միմյանց չեն հակասում։ Հանկարծ որևէ մեկին չթվա, որ իմպիչմենտի գործընթացի այս փուլը ուղղված է որևէ մեկի կամ որևէ գործընթացի դեմ։ Սա ուղղված է հանուն։ Մի բան հստակեցնենք, եթե մյուս ընդդիմադիր ուժերը համաձայն չեն կան ձեր օրակարգ, դուք այդուհանդերձ Եկեք իրանք հայտարարեն նոր, հա։ Ալեն Սիմոնյանը դիմել է Սերժ Սարգսյանին, ասելով, որ նա հետ քաշվի քաղաքական դաշտից, քանի որ իր կողքինները երազում են դրա մասին, Արմեն Աշոտյանը եւ մյուսները։ Հա, դուք երազում եք, պարոն Միջանյան։ Առաջինը, ուրեմն, ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը պիտի լավ գիտակցի, որ իր քաղաքական եւ ոչ միայն կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին խորհուրդներ տալ դա մեկ։ Բայց այնուամենայնիվ մի քանի կետով պատասխանեմ։ Երկրորդ, այդ թվում նաև այդ կալիբրերի տարբերությունը կայանում է հետևյալում։ Նախագահ Սարգսյանը այն պետական գործիչն է, ով ժամանակին հայտարարել էր, որ Աղդամը իր հայրենիքը չէ, բայց պահել էր Աղդամը։ Այդ ժամանակ որոշները վայնասուն էին բարձեցրել, բայց երբ որ իրանք իշխանությունն էին, իրենք հանձնեցին եւ Աղդամը, եւ Արցախը, եւ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից որոշակի հատվածներ։ Եվ վերջին կետը կապված Ալեն Սիմոնյանի հետ, չնայած ինքը համարյա ամեն հարցազրույցում, այդ թվում նաև ձեր նշած հարցազրույցում մեկ կամ մի քանի անգամ կրկնում է, որ ինքը ազգային ժողովի նախագահ, ամենայն հավանականությամբ, որ մարդիկ դա ֆիքս են, բայց թող իր երազանքները մեզ չպրոյեկտի։ Ալեն Սիմոնյանը դա չէր ասում պաշտոնաթող նախագահներին։ Ալեն Սիմոնյանը արտահայտում էր իր երազանքները ԿՊ-ում փոփոխությունների տեսանկյունից։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը թող զգուշ լինի։ Քաղաքական կարիերան կարող եք լսելու։ Ասում է ձեր քաղաքական կարիերան դուք կարողանաք շարունակել, եթե Սերժ Սարգսյանը հեռանա։ Ալեն Սիմոնյանը թող իմ քաղաքական կարիերայից չանհանգստանա, թող իրա բանտային կյանքից անհանգստանա։ Ես պրագմատիկ գործիչ եմ համարում։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ ձեր անձնական կարծիքը լսել, ոչ Այսինքն որ գաք իշխանության բանտ եք ուղղակի։ մի րոպե։ Արդյոք ճիշտ ժամանակն է ընտրել ընտրություններից 2 ամիս առաջ իմպիչմենտի վերաբերյալ եւ արդյոք դա հնարավոր է տեխնիկապես։ Մենք նախ նորից ասեմ, տեխնիկապես, իրավապես դա այո հնարավոր է։ Քաղաքական տեսանկյունից, ձեր հարցը նաև քաղաքական էր, որևէ հակասություն չկա իմպիչմենտի եւ ընտրական գործընթացի միջև։ Ես նորից եմ ասում, իմպիչմենտի գործընթաց հավասարազորափողոցային պայքար։ Ինչ որ մեկը համարում է, որ մտնել ընտրական գործընթաց ուժեղ, իր պահանջները պաշտպանող, իր իրավունքները պաշտպանող փողոցով վատ է։ Ես չեմ կարծում, որ այդպիսի մարդ լինի, այնպես որ ոչ դա հակասության մեջ չի, ոչ ընտրություններին մասնակցությունը հայտարարած քաղաքական ուժերի հետ։ Դա փորձում են որոշ սադրիչներ այդպես ներկայացնել տարբեր քաղաքական ճամբարներից, ցավոք սրտի հիմնականում երկրորդ նախագահի քաղաքական ճամբարից, բայց մենք այդ սադրանքներին չենք տրվելու։ Մեր գործընթացի նպատակը համախմբումն է եւ իշխանապողությունը։ Վերջապես ես մի հարց տամ։ Վերջին ճեպազրույցում Սերժ Սարգսյանը ասում էր, որ անակնկալ է լինելու հաջորդ դատական նիստին։ Սրա մասին էր խոսքը, թե այլ բաներ։ Այս փուլի մասին էր։ Պարոն Մամեջանյան, 2017 թվականին 700,000-ի կարգի քվե եք ստացել հանրապետականներով։ Հիմա բայց որ կոչ եք անում փողոց դուրս գան, ձեր 700,000 աջակիցները փողոց դուրս չեն գալիս։ Ինչ է եղել ձեր աջակիցները։ Վրա, պարոն Կիրակոսյան, այդպիսի քաղաքական ուժ կամ այդպիսի քաղաքական միավոր չկա, որը ինչքան ձայն է հավաքում ընտրություններին կամ էլեկտորալին, նույնչափ կարողանում է դուրս անել։ Այդպիսի բան գոյություն չունի։ 700,000-ից։ Ես ձեր մասշտաբայնությունը եւ հնարավորությունները չունեմ, որ այդքան հեշտ ասեմ 200,000 մարդու մասին,
Գիտեք, ես այստեղ սեթևեթելու կարիք չունեմ, մաքսիմալ ոչ, մաքսիմալ այն խախտումները, որոնք եղել են, այն արձանագրվել են, եւ Նիկոլ Փաշինյանը այդ ընտրությունների հետ կապված հանրական դատարան չի դիմել։ Փաշինյանը Վերինաշչյանի ճշմարտություն չի։ Վայ, չես պատկերացնում ինչ տիպի ոչ, հաստատ, ինչ կասես, կարելի է ինձ մեղադրել բացի դրանից։ Ինչ վերաբերվում է ես կարող եմ սեթևեթել, փորձել խաբել եւ այլն, բացարձակ հանրապետականը ոչ։ Ես շատ հպարտ եմ իմ կուսակցական ընկերներով, որոնք այսօր կողք կողքի պայքարում են անկախ այն բոլոր զրկանքներից, որոնք իրենց հանդեպ արվում են։ Բայց ես կարող եմ ասել ձևակերպումներ անել, որ մենք մաքսիմալ ինչքան կարողանում ենք եւ փողոցային պայքարի եւ միջազգայինի եւ քաղաքական պայքարի պարագայում մոբիլիզացնում ենք ու փորձում ենք ընդհանուր գործին օգուտ տալ։ Լավ կլինի, որպես բավական բոլորը։ Ջանյան, մի հարց էլ տամ,